Եթե օրինակ մտածում եմ, եթե Ռոբերտ Քոչարյանը չգլխավորեր ցուցակը, այո, նա գլխավորեր Աննա Գրիգորյանը, իրենց շանսերը շատ ավելի բարձր կլինեին։ Այսինքն մտածում եք 8%-ի ժամը չեն անցնի, պարոն Հակոբյան։ Մտածում եմ իրենք դժվարություն են ունենալու։ Չեմ կարող ասել, բայց մտածում եմ դժվարություն են ունենալու։ Իհարկե իրենք ունեն աջակիցներ, բայց նաև կա բավականին մեծ հատված, որ իրենց տանել չի կարողանում, բայց տեսնենք։ Բայց կարծում եմ իրենք հավակնորդներից մեկն են։ Չորրորդը, որ կարող է, եթե լավ աշխատի, բայց հիմա շատ ուշադիր են հետևում այդ տարբեր ձևերով մարդկանց գայթակղության նախկին դեպքերին, բայց Բարգավաճ Հայաստանը թեև իրենց մի քիչ, չգիտեմ, բայց էլի իրենք էլ հավակնությունն են, եւ մի հատ կուսակցություն կար, որը Երևանի քաղաքապետի ընտրություններում որ ամեն եթերի կեսը հայհոյում է, այ իրենք էլ կարող է մոտ լինել, չզարմանաք։